Սիրելի երևանցիներ, որքան էլ որ օրենսդրության բերումով Երևան քաղաքի բյուջեի մուտքերը ավելանում են, միևնույնն է, էլիպտի կառավարությունը փող տա, որ կիսատ մնացած խնդիրները կարգավորվեն։ Հիմա ասում եք Veolia-ի տիրույթում, Veolia-ի տիրույթում չի, որպես լավ քայլ է արվում քաղաքապետարանի կողմից վերստանձնել մի գործառույթ, որ այնքան էլ իրենը չի, ժողովուրդ կողմնորոշվեք, կամ վերջապես Veolia-ի այդ հարցերը կարգավորեք, հասկանանք, որ քաղաքապետարանն ու կառավարությունը պիտի լուծեն, կամ էլ եթե Veolia-ն այդուհանդերձ շարունակի այստեղի գործունեությունը, պարտադրեք թող այդուհանդերձ իր ռեսուրսներով այդ ամեն ինչը իրականացնի։ Նախագծով հատկացվող գումարները ես կարծում եմ շատ հանգիստ կարելի է նախատեսել նաև քաղաքի բյուջեով, քաղաքի բյուջեն նույն քաղաքացու գրպանը մտնելու եւ գույքահարկը թանկացնելու բերումով այնքան շեշտակի է ավելանում, որ պետք է գոնե փողի պակասությունից քաղաքային իշխանությունները չգանգատվեին, հատկապես որ Վահագն Խաչատուրյանն էլ է հայտարարել, որ փողի խնդիր չկա։ Հիմա անդրադառնալով հատկացումներին եւ ֆինանսների տնօրինմանը, նախորդ նիստի ժամանակ Ախուրային համայնքի այգու հետ կապված կատարվեց 30 միլիոն դրամի հատկացում եւ արձանագրվեց, որ կարծես թե նպատակ է դրված Ախուրյանցի անոյի սիրտը շահելու, բայց դրան հաջորդող Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ այդուհանդերձ Ախուրյանցի անոն չդիմավորեց Նիկոլ Փաշինյանը, այնպես որ այդ 30 միլիոնը չաշխատեց։ Հիմա անդրադառնալով այստեղ շոշափված տարբեր դրվագներին, տարբեր գնահատականներին, հաստատ ոչ մի բան անպատասխան ոչ մնում, ոչ էլ երբևէ կմնա, այնպես որ այդ սոփեստության եւ օդը տատանելու այդ ռեկորդները արդեն ձանձրալի են, անկեղծ ասած։ Հիմա եթե անդրադառնում ենք երկրի կառավարման տարբեր դրվագներին, տարբեր դրսևորումներին, եթե դուք հպարտանում եք նրանով, որ ձեր ներկայացուցիչը գնում է Ստամբուլում, ասում է մեր ճակատագրերը փոխկապակցված են, ձերը եւ Թուրքիայինը կարող է փոխկապակցված են, գոնե ճակատագրերի մասով ես փոխկապակցվածություն չեմ տեսնում, հետո ձեր մյուս ներկայացուցիչն էլ գնում Թուրքիայում Ալիևից է բողոքում եւ այլն, այդ աստիճանի եք հասցրել եւ ձեր ասած այդ միջազգային միջոցառման ժամանակ էլ Հայաստանը դարձրեցիք աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ եւ որի հետևանքները Աստված մի արասցե, որ հայ ժողովրդի վրա շատ թանկ նստեն, այդ թուրքական նարատիվները, որ այստեղ բարբերաբար շրջանառվում են եւ Հայաստանը ակնհայտ վիլայեթացման ուղեծրի մեջ եք դուք տեղավորել, այնպես որ այդ առումով դուք առանձնապես հպարտանալու բան չունեք, իսկ առաջիկայում քաղաքական զարգացումները երբևէ չեն լինելու վերջնական, ամբողջական եւ այսպես որից մեկը ցմահ իշխանություն չի լինելու, այդ պատրանքներից զերծ մնացեք եւ չկասկածեք անգամ, որ հաստատապես գալու է սեփական արարքների համար հանրությանը հաշիվ տալու ժամանակը։